հետ բերելու իր իշխանությունը։ Այս վարչապետը, որ եկավ, հայտարարեցին, որ մտավ հանրապետական, հայտարարեցին, թե 7-8,000 մարդ դիմում է տվել, մտել է կուսակցության շարքերում։ Ես հետաքրքրվեցի եւ իմացա, որ դրանք հիմնականում էլեկտրոհամակարգի աշխատողներ են, հիմնականում գազի գրասենյակի եւ այլ բնակավարի աշխատողներ են, որոնց որ պարտադրաբար մտել են կուսակցության շարքերում։ Ես առիթից օգտվելով, որ այստեղ է H1 հեռուստաընկերության օպերատորը, անպայման հարցս առաջին հերթին ուղղում եմ նրանց։ Գործարքի մի գնացեք ձեր խրճի հետ, մի ծախվեք, մի կեղծեք, մի խափեք, մի խափվեք, դուք այս հասարակության մի մասնիկն եք։ Պարոն հանրապետականներ, պարոն ոստիկաններ, պարոն պետական պաշտոնյաներ, ապրիլի 2-ից հետո գալիս է ապրիլի 3-ը, այս սերժուկներն ու սաշիկները գնալու են այս երկրից, ուշ թե շուտ, բայց մենք պետք է մնանք եւ իրար երեսը նայենք, եւ վաղը այդ կեղեկիչների դեմքը, որ տեսնես ազգային ժողովում նորից, ինքս քեզանից ես ամաչելու, եւ թող բոլորը հասկանան, որ մեծ սխալները գոյանում է բոլորիս առանձին փոքրիկ սխալներից, ինչ որ մարդիկ մտածում են, ես այսպես ընտրեմ, մյուսները գուցե ճիշտ կընտրեն, բայց այդ բոլորի, երբ որ ժողովուրդը հավաքական սխալ է թույլ տալիս, սխալը ամենածանրը նստում է հենց ժողովրդի վրա, սխալը թույլ տվողի վրա։ Դրա համար ասում եմ, այս ընտրությունը ճակատագրական է, սա քաղաքական ընտրություն է։ Ուրեմն մեր թիմը շատ համերաշխ է, ի տարբերություն հանրապետականի, որ իրար խփում են, հոշոտում են, կանագահարում են, մեր մոտ այդպիսի մթնոլորտ չկա, մենք բոլորս իրար վստահում ենք, իրար սիրում ենք, ոչ մեկս մյուսից չենք խանգարում, եւ բոլոր թեկնածուները արժանավոր թեկնածուներ են։ Բայց քանի որ ընտրությունը քաղաքական է, ես ժողովրդին վերջնականապես խորհուրդ եմ տալիս, որ ընտրություն գնալիս, նախ քաղաքական ուժերի հետ ծանոթանա, տեսնի այդ քաղաքական ուժերը ինչ ծրագրեր, ինչ մոտեցումներ ունեն։